Ռոբոտներ, նորարար գաղափարներ և մրցակցային մթնոլորտ Երևանում անցկացվեց ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, որտեղ տարբեր մարզերից ժամանած մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծած ռոբոտներն ու մրցեցին հանուն միջազգային փուլի մասնակցելու։ Բոլորին շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ 10-րդ տարին անընդմեջ Հայաստանը մասնակցում է ռոբոտների համաշխարհային օլիմպիադային։ 29 թիմեր տարբեր մարզերից, տարբեր տարիքային խմբեր ու տարեցտարի աճող հետաքրքրվածություն ռոբոտաշինության ու ինժեներական կրթության հանդեպ։ 2016 թվականից նախ AIB կրթական հիմնադրամն է եղել մրցույթի ազգային ներկայացուցիչը, ապա 2023 թվականից մինչ այսօր Contents Lab կրթական հասարակական կազմակերպությունը։ Հաշվի առնելով մրցույթի 10-ամյա պատմությունը եւ տեսնելով դրա աճը, կարող ենք նշել, որ այսօրվա դրությամբ հետաքրքրությունը բավականին մեծ է, ինչը նշանակում է, որ մեր երեխաները հենց այս ոլորտի տեսանկյունից բավական մեծ ներուժ ունեն։ Մրցույթի դերը չափազանց կարևոր է Հայաստանի ինժեներական զարգացման համար, քանի որ մենք ապահովում ենք դեռ դպրոցներից աշակերտների հետաքրքրասիրությունը դեպի ռոբոտաշինություն, դեպի ծրագրավորում, դեպի ամենակարևորը թիմային աշխատանք։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը ոլորտի ամենախոշոր կրթական մրցույթներից մեկն է Հայաստանում։ Այն երեխաներին եւ երիտասարդներին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, այլև հաղթանակի դեպքում Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում։ Նպատակը օլիմպիադայի զարգացնել ինժեներական միտքը մեր երկրում, հնարավորություն տալ բազմաթիվ երեխաների, պատանիների փորձել իրենց ուժերը եւ չսահմանափակվել ուղղակի ունեցած գիտելիքներով, այլ նրանք զարգացնել հնարավորության սահմաններում։ 29 թիմերի թվում մեծ ակտիվություն էին ցուցաբերում հենց Գյումրուց ժամանած թիմերը։ 9 թիմ Գյումրու զարգացման լաբորատորիայից եւ եւս 4-ը Wonderkid ակադեմիայից։ Գյումրի ներկայացնում են 2 կրթական կենտրոններ, մոտ 12 թիմերով, ինչը շատ մեծ ձեռքբերում է մեր հայրաքաղաքի համար։ Այս տարի մասնակիցները մրցեցին 2 անվանակարգերում։ Նրանք ներկայացրին նախապես մշակված նախագծերը, ապա տեղում ստացան նոր առաջադրանքներ, որոնց լուծումները պետք է իրականացնեին սահմանված ժամանակում։ Յուրաքանչյուր թիմ պայքարում էր լավագույն արդյունքի համար, մրցույթի ողջ ընթացքում առանձնանում էին թիմային աշխատանքը, արագ կողմնորոշվելու կարողությունն ու ինժեներական մտածողությունը։ Առաջինը ռոբոառաքելությունն է, որտեղ երեխաները ստանում են նախապես առաջադրանքը եւ կան խաղագործերը, որոնց վրա որ պետք է ռոբոտները իրականացնեն նախապես հրապարակված խնդիրները եւ իհարկե կան նաեւ անակնկալ առաջադրանքներ։ Ունենք ապագա նորարարներ կատեգորիան, այստեղ երեխաները ներկայացնում են արդեն իսկ կյանքում կիրառելի ռոբոտներ։ Ամեն տարի օլիմպիադան անցկացվում է նոր թեմայի շրջանակում։ 2026 թվականի թեման էր ռոբոտները մշակույթի համար։ Թիմերը մշակել էին լուծումներ, որոնք նպաստում են մշակութային ժառանգության պահպանմանը, արվեստի հասանելիության ընդլայնմանը, ստեղծարար նոր հնարավորությունների ձևավորմանը եւ մշակութային փորձառությունների հարստացմանը։ Մենք ներկայացնում ենք Գյումրու զարգացման լաբորատորիայի GDR թիմը։ Մեր պրոյեկտի անունն է Scanema։ Այն ավտոմատ համակարգ է, ամբողջական համակարգ է, որը կարողանում է գիրքը ինքնուրույն ֆիզիկապես թերթել։ Մեր ռոբոտը նկարելու է եւ նկարները ուղարկելու է արհեստական բանականության մոդելներին, որովհետեւ նրանք այդ նկարներից ստեղծեն կրճատ պրեզենտացիա, վիդեո, որը կարող է գրքի ամբողջ բովանդակությունը կրճատ պատմել։ Պրոյեկտի վրա աշխատել ենք մոտ 2 ամիս։ Այն կապ ունի այս տարվա WRO-ի թեմայի հետ։ Մենք ներկայացնում ենք Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը։ Ստեղծեցինք այս նոր քրոնոգուար, որը թարգմանաբար նշանակում է ժամանակի պահպան։ Թող են հին մագաղաթը դնել այս հերմետիկ փակվող խցիկի մեջ եւ ձեռքը դա ինչպես որ մեր տեսանյութում են ցուցադրում, մշակում է դա եւ ասում է թե ինչ է գրված եղել այդ հին մագաղաթում։ Տեղադրված է միկրոսկոպ, տեղադրվելու են նաև տարբեր տեսակի դատչիկներ, որպեսզի կարողանան պահպանել տվյալ մագաղաթի կամ չգիտեմ ինչ որ մի հատ հին պատմական արժեք ներկայացնող իրի համար հատուկ պայմաններ։ Մենք պլանավորում ենք հետագայում ավելի զարգացնել նախագիծը։ Մենք City Junior League team-ն ենք, մենք ներկայանում ենք Վիրիցքի նախագծով եւ մենք ընտրել ենք Սոջիրյա արխեոլոգիայի թեման։ Սոջիրյա ռոբոտ, որը
որը հետազոտում է Ստոջյան։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի առանձնահատկությունն այն է, որ մասնակիցները զարգացնում են ոչ միայն տեխնիկական գիտելիքներն ու ծրագրավորման հմտությունները, այլև քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, թիմային աշխատանքը եւ իրական խնդիրների լուծման կարողությունները։ Ամեն տարի պատրաստվածությունը բավականին բարձր է ու բացի պատրաստվածությունը ցուցաբերելուց երեխաները մեծ էնտուզիազմով են մասնակցում։ Առաջին անգամ էի նման մրցումի մասնակցում։ Ռոբոտաշինության պես, հա, առաջի անգամ մենք եկել ենք այստեղ մրցելու, փորձում ենք հաղթենք այս մրցույթը։ Միավորները հավաքում ենք, հետևում ենք եւ փորձ ենք ստանում, ամենակարևորը Երկրորդ անգամ առաջին փորձից հետո լավ է ստացվում։ Ուզում եմ առաջին տեղ գրավեմ, որ հասնեմ մեծ բարձունքների։ Մրցույթի արդյունքում հայտնի դարձան ազգային փուլի հաղթողները, ապագա նորարարներ եւ ռոբո առաքելություն անվանակարգերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերը հոկտեմբերի 13-ից 16-ը Խորվաթիայում կմասնակցեն ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային բաց մրցաշարին։ Հայաստանի պատվիրակության կազմում են 9 թիմեր, այդ թվում Գյումրուց 4 թիմեր, Զարգացման լաբորատորիայի GDL, GDL1, GDL2 եւ Wonderkid ակադեմիայի Builders թիմերը, որոնք ազգային փուլում գրանցել են լավագույն արդյունքներ։ Աստղիկ Խաչատրյան, Ռայա Լազարյան, այսօր։